Նա եկավ իշխանության, որպեսզի դատի և պատժի օրինակ այս մարդկանց, բայց այսօր մենք տեսնում ենք, որ թույնով, ատելությամբ, վրեժխնդրությամբ դատվում և պատժվում են այս մարդիկ։ Հարց է առաջանում, սա էր արդյոք այն Հայաստանը, այն իրավական պետությունը, օրենքի երկիրը, որի մասին երազում էին մինչև նրա իշխանության գալ։ Եկեք մի պահ ընդունենք, որ հոգևորականները պիղծ են, ահաբեկիչ են, ինչ ասում եմ, կարող եք որոշել միայն դատարանը և այսքան իրադարձություններից հետո արդեն հիմքեր ունենք կասկածելով, որ չունենք երկրում անկախ դատական համակարգ ամեն դեպքում։ Եկեք իսկապես ընդունենք, որ նրանք այդպիսին են։ Ուրեմն ինչ վիճակում է հայտնվել երկիրը, որ երկրի քաղաքականությամբ սկսել են զբաղվել սրբապիղծ հոգևորականներն ու ահաբեկիչները։ Այդ ինչ օրն եք հասցրել։ Երբ լսում ես, որ մյուս կողմից, որ օրինակ հարևան երկրի, օկուպանտ և ագրեսոր երկրի, թշնամական երկրի հոգևոր առաջնորդ Փաշազադեն է ասում, որ Հայաստանը և Էջմիածինը պատմական ադրբեջանական հողեր են, դա ՔՊԱ-ականներին և ՔՊ-ի Նիկոլ Փաշինյանի համակիներին չի հուզում, չի անհանգստացնում, չի ջղայնացնում, բայց այն նրանց հունից անում է, որ Հայաստանի կաթողիկոսը կուսակրոն չէ։ Երբ տեսնում ես, որ հարևան երկիրը սպառնում է, որ եթե չհրաժարվես քո պատմությունից, ավանդույթներից, հիշողությունից պատմական, արդարությունից, քո իրավունքներից, ապա գալու եմ և երկրում իրականացնեմ ռևանշիզմի գլուխը ջարդեմ Հայաստանում, դա Նիկոլականներին, Նիկոլի համակիներին չի հուզում, չի անհանգստացնում, բայց այն նրանց անհանգստացրել է, որ հոգևորականները սրբապիղծ են։ Իհարկե, գաղտնիք չէ, որ հոգևորականության մեջ կան լիքը սրբապիղծ մարդիկ։ Եվ գաղտնիք չէ, որ իշխանությունների և քաղաքականության մեջ կան բազմապատիկ ավելի սրբապիղծ մարդիկ։ Ով պետք է որոշի սրբապղծությունը, և մենք որոշեցինք, որ արդարությունը և արդարադատությունը դատարաններն են որոշում, իսկ ով է որոշում բարոյականությունն ու սրբապղծությունը։ Արդյոք այն մարդիկ, ովքեր խոստացել էին, որ Արցախը Հայաստանը, բայց հետո դա տվեցին Ադրբեջանին։ Արդյոք այն մարդիկ, ովքեր այսքան աղետներից հետո, չունենալով բարոյական և իրավական որևէ հիմք, ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրելու, կարող են որոշել, թե ով է սրբապիղծ, ով բարոյական և ոչ։ Սա ցավալի է, երբ ստացվել է մի վիճակ, որ 5000 զոհեր տված, տասնյակ հազարի հասնող քառակուսի կիլոմետրեր հայրենիք կորցրած, արդարադատությունը ժողովրդավարությունը ոտնատակ տվող համակարգը և մարդիկ որոշում են, թե ով է սրբապիղծ, և օրվա գլխավոր թեմա են սարքել, թե ով է կուսակրոնը, ոչ։ Իհարկե, թող հոգևորականությունը իր մեջ որոշի, թող իրենք որոշեն, կաթողիկոսը արժանի է, թե ոչ։ Հավատավոր ժողովուրդը թող որոշի, նրանք էլ իրավունք ունեն մասնակցելու, բայց արդյոք դա է մեր այսօրվա հրամայական, և արդյոք այդ մարդիկ իսկապես կարելի է հիանալ ինչ-որ իմաստով, որ կարողանում են այդպես մանիպուլացնել, որ այսքան աղետների մեջ, տարածաշրջանային այսքան արհավիրքների մեջ, երկրին սպառնող մարտահրավերների մեջ, օրվա գլխավոր թեման է, քննարկելիք թեման է, թե կուսակրոն է արդյոք կաթողիկոսը և ոչ, ահաբեկին չեն արդյոք հոգևորականները և ոչ։ Սա դիագնոզ է։ Եվ մարդիկ շատերը չեն հասկանում, որ սա ինքնավարկաբեկող դիագնոզ է։